Ողջույն։ Հիմա ես գտնվում եմ X-Drive-ի մասնաճյուղ Մալաչե Սեբաստիան Սվաճյան 30 դրոպ 9 հասցեում։ Եկեք այցելենք ընկեր Արթուրին հյուր, քանի որ նա տեղյակ չէ իմ այցի մասին։ Գնացինք։ Մտեք։ Ողջույն, ընկեր Արթուր։ Ողջույն Սյուզան ջան, արի տեսնեմ։ Ինչպե՞ս եք։ Լավ դու։ Լավ, շնորհակալ եմ։ Ճիշտ ասած, այստեղով անցնում էի, որոշեցի կամ ձեզ անակնկալանեմ, հուսամ դեմ չեք։ Ոչ, իհարկե ոչ, հյուր ես եկել ես։ Այո։ Արի նստի։ Եթե որոշել ես ինձ այցելել, կրկնենք անցածը։ նու կրկնել ասելով կարելի է այսպես վարվել, եթե հարցեր ունես, դե մենք միասին մեքենա վարել ենք, չէ՞, մի քանի անգամ դեռ։ Այո։ Ճիշտ է, մենք ունեցել ենք ագին սխալներ, թերություններ, թերացումներ, ու ես խնդրել եմ, որպեսզի այդ թերացումները մենք չվերացնենք, չէ՞, որ այդ վիդեո ռիլերում մնան այդ ամեն ինչը, որ մեր թերությունների վրա մենք աշխատենք։ Ընթացքում ասեցի, եթե հարցեր կառաջանան, քո հարցերին ես պատրաստ եմ պատասխանել, թեկուզ բանավոր, թեկուզ գրավոր, թեկուզ, չգիտեմ, հեռախոսի միջոցով, ինչ որ հարցեր եթե ունես, հիմա միասին քննարկենք, որ հետագա մեր ուսումնական վարման դասերի ընթացքում այդ ամեն ինչը դու արդեն հիշես, տեսականորեն հիշեմ։ Այո, որ պատկերացնես, որ արդեն կիրառենք գործնականում էս ամեն ինչը։ Ընկեր Արթուր, ճիշտն ասած ես նկատել եմ երթևեկության մեջ, որ երկրորդ գոտուց տրանսպորտային միջոցը աճ շրջադարձ է կատարում։ Դուք ինձ ասել եք, որ իրավունք չկա, արդյոք վարորդը դրա իրավունք ունի թե ոչ։ Նկատել ես։ Շատ ճիշտ է։ Գրատախտակի վրա փորձենք այդ ամեն ինչը հասկանալ։ Չի բացառվում, ընդհանրապես չի թույլատրվում։ Բայց նկարենք, որ ավելի պատկերավոր լինի, ավելի պարզ լինի։ Դու խաչմերուկները դու գիտես, չէ՞ որ տարբեր տեսք են ունենում։ Այո։ Արի նկարենք, ենթադրենք տեաձև խաչմերուկը, ու ռուսերեն տպատար տեի մասին է խոսքը։ Պատկերացրու, մեր ուղղությամբ գոյություն ունի երկու գոտի, գոտիների քանակը էական չի։ Եթե քո հարցը ես ճիշտ եմ հասկանում, երկրորդ գոտուց աճ շրջադարձ է կատարում։ Ուրեմն բոլոր գոտիներից կթույլատրվի երթևեկել ուղիղ։ Դες ես այդտեղ նկարել եմ ընդամենը երկու գոտի, ճիշտ է։ Ահա։ Սլակներով ցույց տանք, երկու գոտի։ Կարող եմ նկարել 3 գոտի, 4 գոտի, 5 գոտի։ Գոտիների քանակը կարևոր չի։ Բոլոր գոտիներից կթույլատրվի ուղիղ, բայց աճ շրջադարձ թույլատրումա կատարել միայն աճ եզրային գոտուց։ Ձախ շրջադարձ կարելի է կատարել միայն ձախ եզրային գոտուց։ Այսինքն երկրորդ գոտուց իրավունք չունի աճ կատարել։ Այո, բայց ես տեղանքին ծանոթ չեմ եղել, ես չեմ տեսել։ Հնարավոր է այդ վարորդը խախտում չի կատարել։ Դա ես ասում եմ այն դեպքում, երբ որ բացակայում են ճանապարհային նշանները ըստ գոտիների ուղղություն ցույց տվող։ Ուրեմն պետք է լինել ուշադիր, ես չգիտեմ դու այնտեղ ուշադրություն դարձել ես, նշաններ եղել են այդ հատվածում, թե ոչ։ Ոնց որ չեն եղել։ Չես եղել, չես նկատել կամ չեն եղել։ Ենթադրենք, եթե չես նկատել, տվյալ վարորդին մեղադրելու իրավունք չունենք, իսկ եթե նկատել ես նշաններ չեն եղել, ուրեմն վարորդը խախտում է, որովհետև աճ եզրային գոտուցա պետք կատարել աճ շրջադարձ։ Բայց հիմնականում աճ եզրային գոտուցա, չէ։ Այո, աճ եզրային գոտուց աճ շրջադարձ, ձախ եզրային գոտուց իհարկե ձախ շրջադարձ, ինչպես նաև կարելի է կատարել հետադարձ։ Եթե ունենք ձախ թույլատրելի ուղղություն, կարելի է կատարել նաև հետադարձ։ Հետադարձ չենք կատարի այն խաչմերուկներում, որտեղ տեղադրված կլինի այս նշանը։ Դու գիտես արդեն։ Բնականաբար հետադարձ կատարել։ Հետադարձն արգելվում է։ Եթե չկա արգելող նշան, իրավունք ունենք կատարել նաև հետադարձ։ Լսում եմ հաջորդ հարցը Սյուզան։ Ընկեր Արթուր, ճիշտն ասած, ես եւս մեկ իրավիճակ եմ հանդիպել մեր տան փողոցում։ Փողոցը միակողմանի չէր, սակայն կային հանդիպակաց ուղղությամբ կայանված տրանսպորտային միջոցներ։ Ես հիշում եմ, որ դուք ինձ ասել էիք, որ փողոցը եթե միակողմանի է, կարելի է կայանել հանդիպակաց ուղղությամբ եւ այդ ուղղությամբ մեքենաներ, սակայն փողոցը միակողմանի չէր, սակայն կային հանդիպակաց ուղղությամբ տրանսպորտային միջոցներ կայանած, արդյոք դա թույլատրելի է թե ոչ։ Արի մի փոքրիկ ճշտում, եթե ճիշտ եմ հասկանում,
նախ միակողմանի փողոցում թե աջ թե ձախ մասում թույլատրվում է կանգառ եւ կայանում բայց կատարել։ փողոցը միակողմանի չէ։ Չէր։ Ու դու հանդիպել ես ձախ կողմի վրա կայանած տրանսպորտային միջոցներ, ճիշտ է։ Ոչ։ Հիմա քո հարցին պատասխանում։ Ոչ բոլոր դեպքերում, միայն մեկ դեպքում, եթե դա բնակավայր է, այսինքն դու գտնում ես բնակավայրում, քանի որ այս կանոնը վերաբերում է միայն բնակավայրերին։ Արի նկարենք այդ փողոցը։ Գոտիների քանակը ամեն ուղղությամբ պետք է լինի մեկական, ոչ ավել։ Ու ինքը պետք է լինի երկկողմանի։ Հիմա նկարենք նման փողոց, նման ճանապարհ, որտեղ ամեն ուղղությամբ գոյություն ունի մեկական գոտի ու երկկողմանի է։ Միայն այս դեպքում ինչ որ ես հիմա կասեմ, բնակավայրից դուրս այս կանոնը չի գործում։ Ուրեմն եթե մեզ կհանդիպի բնակավայր, ամեն ուղղությամբ ընդամենը մեկական գոտի ու երկկողմանի, չի լինի հոծգից, ինչպես նաև տրամվայի գծեր, դե մեր քաղաքում տրամվայի գիծ ընդհանրապես գիտես, գոյություն չունի։ Կթույլատրվի կանգառ կանում կատարել ինչպես ճանապարհի աջ կողմում, այնպես էլ ձախ կողմում նույն դիրքով։ Սա թույլատրելի է։ Այսինքն եթե դու ձեր տան մոտի հետ, որտեղ որ դու հանդիպել ես, որ փողոցում որ հանդիպել ես, հանդիպակաց ուղղությամբ կայանած տրանսպորտային միջոց, այդ մեքենայի վարորդը խախտում չի արել։ Այո։ Ենթադրենք կանաչ մեքենայի վարորդն էլ իրավունք ունենա կատարել հետադարձ ու այս դիրքով կայանել իր տրանսպորտային միջոցը։ Հասկացա։ Առաջի հայացքից թվում է թե գազարագույն մեքենայի վարորդը խախտում է կատարել, որտեղ հանդիպակաց ուղղությամբ է կայանել իր տրանսպորտային միջոցը, բայց ոչ սա խախտում ճանապարհն է, էլի։ Ինք խախտում այս դեպքում չի արել։ Սա թույլատրելի է։ Նույնը կարելի է մյուս ճանապարհի մյուս կողմի, ենթադրենք իրանց տեղափոխենք այս նույն դիրքով մյուս կողմի վրա։ Սա թույլատրելի է։ Ու եթե հոծգիծ չկա, այս դեպքում կարելի է։ Իհարկե, դե պատկերացրու, գծանշումից հիշում ես հոծգիծը հատելու իրավունք ունենք թե ոչ։ Ոչ։ Հոծգիծը դա երկար սպիտակ գիծն է, որը հատելու իրավունք չենք ունենա։ Կոպիտ խախտում է։ Այո, դե խախտում է համարում, մեր վարորդների ասածի համաձայն վարորդներն ինչ են ասում, պատկերացրեք, տեղ պատա չէ շարված։ Դե միակողմանի դեպքում արդեն արի մի հատ տեղադրենք միակողմանի նշանը։ Հիշում ես միակողմանի նշանը։ Հենց հատուկ ֆորմայով այո տարբեր են արել քառակուսի, որ մենք հեշտ տարբերենք ուղղությունը ուղիղ նշանից, կլորովից։ Միակողմ ասելով ինչ ենք հասկանում, որտեղ հանդիպակաց ուղղություն գոյություն չունի։ Ըստ մեր նկարածից տեղ գոյություն ունի երկու գոտի, կարող ենք նկարել 3 գոտի, 4 գոտի, մի ընդհանրենք 5 գոտի։ Էական չի գոտիների քանակը։ Դու այս դեպքում իրավունք ունես կայանելու քո տրանսպորտային միջոցի ճանապարհի թե աջ կողմում եւ թե ձախ կողմում։ Հանդիպակաց ուղղությամբ կայանալ չի կարելի այս դեպքում։ Տես, ստեղ քանի որ հանդիպակաց ուղղություն գոյություն չունի, չի կարող ստացվել։ Ես մտածում եմ ինչ որ հետադարձ Չի կատարել, չի կարելի։ Միակողմանի փողոցում հետադարձը արգելվում է, որտեղ մեքենայի դիրքը կայտնվի հակառակ ուղղությամբ։ Դա թույլատրելի չի։ Բայց մի բան էլ պետք է հաշվի առնել, ուշադիր լինել, քանի որ գոյություն ունեն արգելող նշաններ, կանգառը եւ կայանումն արգելող նշաններ, սա կանգառն արգելում, մյուսը կայանում է։ Ու իրանք ամենակարևորը ճանապարհի որ կողմում որ կլինեն տեղադրված, միայն այդ կողմի վրա կազդեն։ Ուշադիր կլինես, եթե կես կհանդիպի նման ճանապարհ, նման փողոց, ենթադրենք ձախ կողմում տեղադրված է կանգառն ու կայանումն արգելող նշանը, բայց աջ կողմի վրա չկա նշան, ուրեմն աջ կողմի վրա կթույլատրվի։ Շատ ճիշտ է։ Պատկերացրինք։ Հնարավոր է նշանը լինի մյուս կողմում արդեն ձախում կթույլատրվի։ Հնարավոր է այս կողմը տեղադրված լինի կանգառն ու կայանումն արգելվում է, մյուս կողմի վրա տեղադրված լինի միայն կայանումն է արգելվում։ Նշանակում է այդտեղ կանգառ կարելի է կատարել մինչև 5 րոպե, ոչ ավել։ Անկեր Արթուր, ես եւս մեկ իրավիճակ եմ հանդիպել, երբ հայրիկս էր մեքենան վարում, ես հետևում նստած արդեն հետևում էի նշաններին, մոտեցանք մի խաչմերուկի, որտեղ բացակայում էին ճանապարհային նշանները, սակայն հատվող ուղղությամբ կային նշաններ։ Շատ հնարավոր էր, որ ստեղծվեր վթարային իրավիճակ, ու մենք չէինք կողմնորոշվում, արդյոք գլխավոր ուղղության վրա ենք, երկրորդական, թե պետք է զիջենք ճանապարհը։ Այս դեպքում ինչ կարելի է անել ու ոնց պետք է կողմնորոշվել։ Հարցը լրիվ պարզ էր, հասկանալի, կողմնորոշվել հնարավոր է, այսինքն պարտավոր են կողմնորոշվելու։ Հասկացա։ Այլ շատ վարորդներ ոնց կմտածեն, օրինակ ասեն, մեր առջև, մեր դիմացի առջև նշան չկա, վերջը խաչմերուկը դառնում է հավասարազոր։ Մենք հետո հասկացանք, որ գլխավոր ճանապարհի վրա ենք։ Հասկացա, կողմնորոշվել հնարավոր է, ոնց։ Նախ դու գիտես, յուրաքանչյուր խաչմերուկի մոտենալիս արագությունը
խելամիտ եւ ողջամիտ պետքա նվազեցնել, իջեցնել, որտեվ կարող է ինչ որ մեկը կանոնների չիմացությամբ մուտգործի խաչմերուկ, կամ տես դուք մի փոքր, ասի, ուշ ենք կողմնորոշվել, ուշ ենք նկատել, կամ նշանը չենք տեսել, մեր ուղղությամբ գոյություն չուներ նշան, իսկ գոյություն չուներ ասելով պատճառները տարբեր են, թե ինչի նշան չկա։ Չի բացառվում վթար է եղել, ինչ որ մի հատ մեքենա հարվածել է, այդ նշանը փոկվել ընկել չի եղել։ Գիշերը քամի է եղել, փոկել նշանը գցել է գետ, ինչ ենք նկատում։ Արի սենց մի բան։ Նկարենք մի հատ վճուրի խաչմերուկ, տեղադրենք գլխավորի նշան։ Ու շատ լավ գիտես, որ սա գլխավորի նշան չէ։ Ինչ ենք հասկանում մենք այս դեպքում, որ այս ուղիղ ուղղությունը գլխավոր է։ Եթե ուղիղ ուղղությունը ստացվում է գլխավոր, նշանակում է դիմացից մոտեցողի առջևել է տեղադրված նույն նշանը, ինքն էլ է օգտվում այս գլխավորի ուղղությունից, չէ՞։ Իսկ եթե այս ուղիղ ուղղությունը եղավ գլխավոր, դրանից հասկանում ենք, որ հատվող ուղղությունը լինում է երկրորդական։ Այո, զիջող։ Զիջի ճանապարհը շատ ճիշտ է երկրորդ։ Հիմա ինչ է ստացվում։ Տես, սա միակ ճանապարհային նշանն է, որը քառակուսի է, ու ինքը սենց շեղա տեղադրված։ Այս դեպքում ինչ վերաբերում զիջիչ ճանապարհը նշանին, ինքը միակն է եռանկյունի, որի գագաթը այլևս վերուղված չի, ուղղված է դեպի ներքև։ Սա հատուկ է այսպես արված։ Ինչու։ Հիմա արի սենց իրար հանդիպակաց ուղղությամբ, այսինքն նույն ուղղությամբ երթևեկում ենք։ Պատկերացրու դու քո կողմից, ես էլ քեզ հակառակ ուղղությամբ եմ երթևեկում։ Եթե քո մոտ տեղադրված է այս նշան, ձեզ մոտ եւս տեղադրված է։ Այո, իմ մոտ էլ պիտի լինի նույն նշանից, ճիշտ է։ Հիմա եթե քո մոտի նշանը չկա, քո իրավիճակը հենց նույն քո պատմած էս դեպքերը։ Եթե տեսնում եմ, ուրեմն պետքա գլխի ընկնեմ։ Նայ, դու իմ նշանը չես տեսնում, որտեվ ինքը իմ կողմից է տեղադրված։ Դու իրան հետից հասկանամ։ Այո, ինքը հետևի կողմից որ տեսնում ես, հասկանում ես, որ ես գլխավորում եմ։ Արդեն կհասկանամ։ Իսկ եթե ես գլխավորում եմ, նշանակում է դու ես գլխավորում, ճիշտ է։ Այ մի ուրիշ բան ասեմ։ Նոր քիչ առաջ ասցինք, չէ, յուրաքանչյուր խաչմերուկի մոտենում ես արագություն պետք է նվազեցնես։ Պատկերացրու մոտենում ես խաչմերուկին արագություն նվազեցնում ես, քո մոտ էլ չկա նշան, իմ մոտ էլ չկա նշան։ Հայացքդ ուղարկես ձախ եւ աջ հատվող ուղղություն։ Եթե տրանսպորտային միջոցներ չկան։ Չէ, այնտեղ ես նշան փնտրելու։ Հիմա այնտեղ եթե դու քո հայացքը ուղարկես ձախ ու աջ, հանդիպես այս նշաններին։ Բայց դու իրանց էլի չես տեսնելու, դու տեսնելու ես հետևի կողմից։ Էլի կհասկանամ։ Հասկանալու ես, որ զիջողը հատվող ուղղությունն է։ Այո, նշանակում է դու գլխավորում ես, ճիշտ է։ Իսկ եթե կմոտենաս խաչմերուկին, ոչ մի նշան, ոչ հատվող ուղղությամբ, ոչ քո ուղղությամբ չի լինի, խաչմերուկը կդառնա այդ դեպքում հավասարազոր։ Իսկ հավասարազորի դեպքում կզիջես աչից մոտեցող բոլոր տիպի տրանսպորտային միջոցներին։ Շնորհակալ եմ շատ։ Չարժի։ Ինչ հարցեր առաջանան ընթացքում, հետագայում դու ինձ այդ հարցերով դիմի։ Սյուզան, եթե հարցերը վերջ, դու այսօր հյուր ես, չէ՞ եկել ինձ։ Պատական, ճիշտ է, հյուր էի եկել։ Այստեղով անցնում էի, որոշեցի ձեզ հյուր գամ։ Ապրես։ Սուրճ եմ քեզ հյուրասիրում։ Բայց մի բան էլ ասա, մեր օպերատորին հյուրասիրենք սուրճ։ Սակ խմես։ Ուզում ես սակո։ Սակո ջան սուրճ։ Այնա ուզում եմ։ Բայց ասա, դառը թե քաղցր։ Նորմալ։ Ոչ դառը, ոչ քաղցր։ Շատ լավ, գնացինք սուրճ։ Գնացինք։ Համեցիք, անցի Սյուզան ջան։ Դե ինչ, կարծում եմ բավականին հետաքրքիր ստացվեց այսօրվա հաղորդում։ Իսկ մենք կհանդիպենք հաջորդ շաբաթ ժամը 17:00-ին Կենտրոն TV-ի եթերում։